Ողջույն հայեր ջան, երեք ղռերի կատուն հպարտությամբ հայտարարեց, որ վերջապես վերջացրել է կարդալ իրենց պապա սիրելի ուրեմն Էրդողանի գիրքը եւ սարսափելին այն է, որ ոչ միայն սա լկտիաբար դա հայտարարում է թշնամու մասին, գովաբանում է թշնամուն, այլ այն, որ Հայաստանում գտնվող մի քանի պարվաբոզեր, ովքեր երազում են, որպեսզի հայտնվեն Թուրքի ոչ միայն թրի, այլև սյունաթած առնանդամի տակը դնում են սրտիկներ եւ լայքեր եւ անվանում են Տիկին Աննա։ Դե բնականաբար նմանին կսիրե։ Սրանք Կոստանդնուպոլսի այն անառակներն են, ովքեր ժամանակին քարշ էին գալիս ուրեմն հասարակած տներում, հիմա եկել են Հայաստան, սպասում են, որպեսզի թուրքերին բերեն իրենց տուն եւ քարշ գան, եթե իհարկե մինչեւ հիմա չեն բերել։ Այս երկու զույգը ուրեմն չեն դադարում ամեն օր այնպես անել, որպեսզի դուր գան Էրդողանին եւ Ալիևին։ Այս երկու զույգը կարծեք թե մրցակցում է, թե ավելի շուտ ով պետք է մտնի Էրդողանի անկողին, Էրդողանը ում հետույքին պետք է ձեռ տա, բայց սարսափելին այն է, որ զինվորներ կորցրած դեռ ծնողներ կան, ինչպիսի նաեւ հոգով պոռնիկ տղամարդիկ, Հանցինես Գեգամ Նազարյանի, ովքեր որ հայտարարում են, որ նմանները մեղք չունեն։ Նախկինները հավանաբար իրենց ժառանգել էին, կտակել էին այս ամենը, ասել էին կգնաք, կկռանաք Էրդողանի դիմաց, կկռանաք Ալիևի դիմաց, կխեղճանաք, կթքեն ձեր երեսին, ձեր կառնեն ձեզ, երգեր կգրեն, Նեոլդու Փաշինյան, ցեղասպանության օրը ձեզ կգովաբանեն եւ այսպես շարունակ, իրենք էլ այդ կտակը կետ առ կետ առանց ստորակետի ուրեմն խախտման կատարում են։ Ցավալի է հայ ժողովուրդ, ցավալի է, որ դեռ մինչև հիմա անհետ կորած զինվորներ ունենք, որը թուրքը ջերմուկի եւ Վարդենիսի ուրեմն բարձունքներում է, ել չասեմ, եթե արդեն Հայաստանում չեն եւ ուժայինների մեջ չեն, որպեսի պաշտպանեն եւ պահեն Նիկոլի հետույքը, իսկ ձեր նմանները դեռ ծափ են տալիս ասելով Տիկին Աննա։ Այո, մի տիկին դուք եք պարվաբոզեր, որովհետեւ ձեր մարդիկ փալաս են, դրա համար էլ ձեր նմանները իրենց թույլ են տալիս նման անառակին ասելու Տիկին Աննա, մեկ էլ մի տիկին երկրի առաջին դեմքն է, ով ճղճղած ջինսերով, անառակաբարով, փողոցներն ընկած ման է գալիս։ Դե ինչ ասեմ, վայելեք ձեր ապագան, սա է։ Հա, մի բան էլ չմոռանաք ոչ միայն Էրդողանի գիրքը կարդալ, այլև վաղվանից դպրոցներում մտցնել, չէ՞ որ դա շատ կարևոր է մեր ապագա եւ զարգացման համար։